Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ալիևի վարչակազմում դա բացատրել են աշխատանքային խիստ գրաֆիկով։ Այնտեղ նաև հայտարարել են, որ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերին Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին եւ նիստի շրջանակներում անցկացված հանդիպումները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում արդյունավետ են եղել։ Դեկտեմբերի 22-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Լալայան փողոցում տղամարդու դիկ է։ Պարզվել է, որ մահացածը Գյումրու բնակիչ 1974 թվականին ծնված Հովհաննես Գն է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների ժամեր առաջ Գյումրու Լալայան փողոցի տներից մեկում Հովհաննես Գն մեկ այլ անձի հետ օգտագործել է ոգելից խմիչ, կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապացեց կրթուկ, ինչի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Հովհաննես Գն մահացել է։ Մեր ձևով ժողովրդական շարժումը Աջափնյակում բացեց շարժման 3 գրասենյակներ։ Դեկտեմբերի 21-ին մեր ձևով ժողովրդական շարժման անդամները այցելեցին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջան, որտեղ Պաշինջաղյան 198/92, Պաշինջաղյան 168/2 եւ Սիրիկյան Հ այերորդ հատված 16-րդ հասցեով պաշտոնապես բացվեցին շարժման միանգամից 3 տարածքային գրասենյակներ։ Բացման արարողությունների ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել է շարժման անելիքներից եւ պատկերացումներից շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները։ Հայ են էլի, բոլորը ասեն, նույն կարող է ես ստեղ լինեի, դիմացես մի հատ է Նարեկ Կարապետյան ընդեղ լիներ։ Հայ էին բոլորը, ինչ Նիկոլական, ինչ եկեղեցու, բոլորն է պետք է եկեղեցուն պաշտպանեն։ Որ ենք հասե, որ մեր արանքը պետք է ոստիկան լինի։ Էդի սարքած ճանապարհը ժողովուրդ ջան, որովհետև բոլորը գիտեն, որ երբ մենք միասին ենք, մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք, մենք ավելի հարուստ ենք դառնում, որովհետև տարածաշրջանի բոլոր երկրներից ամենագործունյա ազգը այս ազգն է։